Մարտի 8-ի առավոտյան համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժինը ազանգած քաղաքացին հայտնեց, որ գիշերը Էջմիածնի Պռոշյան փողոցի իր տան դիմաց կայանված ՎԱԶ-2106 մակնիշի մեքենայից գողացել են մարտկոցը։ Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում արդեն հաջորդ օրը համայնքային ոստիկանները ստացան տեղեկություն մեկ այլ գողության, ավելի ճիշտ փորձի վերաբերյալ։ Մարտի 9-ի առավոտյան ժամը 6-ին երկու տղամարդ Էջմիածնի Մանուշյան փողոցում գործիքով բացել էին ծաղկի սրահի դուռը եւ փորձել գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցրած դիմել էին փախուստի։ Հետագա միջոցառումներով պարզվեց տղամարդկանց ինքնությունը։ Մեկը 26 տարեկան էր առանց մշտական բնակության վայրի, մյուսը 48 տարեկան երևանցի։ Նույն օրը երևանցին հայտնաբերվեց մայրաքաղաքի Չարենցի փողոցում, ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Այստեղ նա խոստովանեց, որ գողության փորձն ու մեքենայից գողությունը կատարել են իրենք եւ գողացված մարտկոցն էլ իրենց տանն է։ Հաջորդ օրը հայտնաբերվեց նաեւ 26-ամյա երիտասարդը, երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։